Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Մինչ բուն թեմային անցնելը ցանկանում ենք հերթական անգամ տեղեկացնել եւ հիշեցնել բոլորիդ, որ Սասնա Ծռեր խմբավորումը ոչ մի կապ չունի Սասնա Ծռեր կուսակցության հետ։ Ժիրիկը միտումնավոր այդ մասին չի բարձրաձայնում, որպեսզի շարունակի իրեն կեղծ կարծիքների հիման վրա նույնականացնել այդ ըմբոստ տղաների հետ Եվ պարբերաբար ներկայանալով իբրև թե նրանցից մեկը դրամահավաք Իսկ մենք հիմա կանդրադառնանք Ամերիկա բնակ բլոգեր Վարդան Հակոբյանի գրառմանը կապված Արմեն Բիլյանի հետ։ Այդ գրառումը աննկարագրելի ձևով դուր չի եկել ԱԺԲ-ի ժիրիկին։ Պատճառը կարծում ենք ձեզ համար հասկանալի կդառնա, երբ ծանոթանաք գրառմանը։ Իսկ մինչ այդ եւս մեկ անգամ տեղեկացնում ենք մեր միամտածած եւ խաբված ժողովրդին, որ Սասնա Ծռեր կուսակցությունը կամ ԱԺԲ-ն բացարձակապես եւ ոչ մի կապ չունեն Սասնա Ծռեր խմբավորման հետ։ Ժիրիկը հատուկ է համանուն կուսակցություն հիմնել, որ ինքն իրեն ձեր աչքի առաջ նույնականացնի տղաների հետ եւ դուք էլ այդ մտքից ելնելով նրան տեղ տակ իբրև թե մի ըմբոստ ուժեղ հայրենասերի։ Եվ այսպես Ամերիկա բնակ բլոգեր Վարդան Հակոբյանը գրում է. Հիշեցնեմ, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանը, որը ձեռքից վիրավորվել էր ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ, անակնթալ մահացավ իր ոտքով ՊՊԾ տարածքից դուրս գալուց մեկ ամիս հետո, որի իբր սպանությունը բարդում են Արմեն Բիլյանի վրա, ու Սերժիկի բոլոր կարած գործերը շարունակում է առ այսօր Նիկոլը, ու այդ գործերը Նիկոլի օրոք 4 տարի շարունակած դատախազը հիմա իրեն կոչում է ընդդիմադիր։ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում քննվելու է Արմեն Բիլյանի Վճռաբեկ բողոքը գործերի բացառիկ վերանշման կանոններով։ Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բիլյանը արդարացվել է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանությանը առնչություն չունենալու հիմքով եւ գործը ուղարկվել նոր քննության սպանությանը մեղսակից անձի հայտնաբերելու համար։ Մինչդեռ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կատարելով օրվա իշխանությունների քաղաքական պատվերը բեկանել է Արմեն Բիլյանի արդարացման դատավճիռը, այն փոփոխել եւ նրան դատապարտել 25 տարվա ազատազրկման մի ծանր հանցագործություն, որը վերջինիս կողմից չի կատարվել։ Շուրջ 9 տարի է իր չկատարած հանցանքի համար Արմեն Բիլյանը ուրիշի պատիժն է կրում քրեակատարողական տարբեր հիմնարկներում, ուր ենթարկվել է առողջության հետ անհամատեղելի հոգեբանական բռնությունների, իսկ այդ ընթացքում իրական հանցագործը լուռ է մնացել։ Վերուգրյալի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատից պահանջում ենք իրականացնել Արմեն Բիլյանի բողոքի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն, բոլոր փաստերի եւ դրանց հիմքում ընկած ապացույցների մանրակրկիտ հետազոտման հիման վրա, անվերապահ բեկանել եւ փոփոխել ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մասով Արմեն Բիլյանին մեղսակից ճանաչելու մասին թիվ ԵԵԴ 00910117 քրեական գործով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 10-12-2021 թվականի ակնհայտ ապօրինի դատական ակտը ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի 24-02-2021 թվականի դատավճիռը Արմեն Բիլյանին արդարացնել Գագիկ Մկրտչյանի սպանությանը առանջություն չունենալու հիմքով։ Հայ մարդ, Արմեն Բիլյանի փոխարեն կարող է լինել քո զավակը, քո ամուսինը, քո եղբայրը։ Անտարբեր մի եղիր եւ աչք մի փակիր արդարադատության կնճռոտ դրսևորումների վրա, որոնց արդյունքում տուժում են պետությունը, հասարակությունը, ազգը, խաթարվում է արդարադատության բուն էությունը եւ հեղինակազրկվում է Հայաստանի Հանրապետության դատական համակարգը, ինչպես մեր պետության սահմաններում, այնպես էլ միջազգային հեղինակավոր ատյաններում։ Միացիլ հանուն արդարության եւ արդարադատության պայքարող Արմեն Բիլյանի եւ նրա աջակիցների կոչին։ Քո մի կիսմամբ եւ հավանությամբ պայքարիր հանուն Հայաստանի Հանրապետությունում արդարադատության հաստատման, ի աջակցություն եւ ի պաշտպանություն շինծ ու մեղադրանքով անհիմն դատապարտված Արմեն Բիլյանի օրինական շահերի պաշտպանության։ Գրառման վերջ։
Եվ վերջում ավելացնենք, որ Լուիսի բանակ ռազմահերենասիրական կազմակերպության նախագահ Կարեն Արայանը ևս միանում է այս կոչին եւ պահանջում իրականացնել Արմեն Բիլյանի բողոքի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն, բոլոր փաստերի եւ դրանց հիմքում ընկած ապացույցների մանրակրկիտ հետազոտման հիման վրա, անվերապահ բեկանել եւ փոփոխել ոստիկան Գադիկ Մկրտչյանի սպանության մասով Արմեն Բիլյանին մեղսակից ճանաչելու մասին թիվ ԵԷԴ 0910117 քրեական գործով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 10-12-2021 թվականի ակնհայտ ապօրինի դատական ակտը ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի 2402-2021 թվականի դատավճիռը Արմեն Բիլյանին արդարացնել Գագիկ Մկրտչյանի սպանության առնչություն չունենալու հիմքով։ Ազատություն բոլոր իրապես հայրենասեր քահ բանտարկյալներին։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրյալ նորմի յուրաքանչյուրիդ։